Նախ պետք է նշենք, որ առողջապահության բարեփոխումները եւ համընդհանուր առողջապահության ապահովագրություն ունենալու թեման նոր թեմա չէ մեր երկրում դեռ 2005-2000-ական թվականներին, երբ ես աշխատում էի առողջապահության նախարարությունում, այդ քննարկումները ընթանում էին։ Ցավոք սրտի մենք մեր համակարգը զարգացրել ենք այնպիսի ուղղությամբ, որ մասնավոր բիզնես մոդելի վրա հիմնված համակարգ ենք ստեղծել եւ նման համակարգում անկախ նրանից թե դուք ինչպիսի նոր համակարգ կբերեք ներդնելու, դա արդեն դատապարտված է ձախողման։ Հիվանդը վճարում է ծառայությունների համար հենց ծառայությունները ստանալու պահին, այսինքն հիվանդ լինելու պահին եւ հիվանդանոցում է կատարում դա այդ վճարումները։ Առողջապահության համակարգը բավականին թանկ, տարողունակ համակարգ է եւ բնականաբար բոլոր երկրները մեծ ներդրումներ են անում առողջապահության համակարգում։ Հայաստանի Հանրապետությունում բավարար չեն այդ ներդրումները պետական ռեսուրսներից եւ նորից համեմատելով աշխարհի մյուս երկրների հետ, այսպես մեր մոտ շրջված բուրգ է կարծես։ Մոտավորապես պետությունը ծածկում է առողջապահության ծախսերի 15-ից 17%, սա նույնպես շատ ցածր թիվ է համեմատած այլ զարգացած երկրների հետ հատկապես։ Համակարգում ուրեմն առողջապահական հաստատությունները, մեր հիվանդանոցները իրենք շահույթ հետապնդող կազմակերպություններ են եւ նման մոդել գոյություն չունի աշխարհի զարգացած ոչ մի երկրում։ Ցանկացած երկրի օրինակ եթե դուք բերեք, այնտեղ գործում է շահույթ չհետապնդող առողջապահության համակարգ եւ անկախ նրանից ելի եմ ասում այս կառավարությունը ես շատ թերահավատ եմ եւ շատ այսպես թերահավատորեն եմ մոտենում իրենց նախաձեռնած այս ծրագրին, ապահովագրության ծրագրի ներդրմանը եւ բայց նույնիսկ եթե իրենք կարողանային ներդնել բավականին այսպես վերլուծությունների վրա հիմնված մի ռեֆորմ համակարգ, միևնույն է այդ գումարները փոշիանալու էին եւ մղվելու էին դեպի մասնավոր շահույթներ։ Չեմ եթե դու առողջապահության համակարգը բացում ես ներդրողների համար եւ տարբեր ներդրումներ են անում առողջապահության համակարգի մեջ որպես բիզնես ոլորտ, նրանք այդ ներդրված գումարը պիտի հետ վերցնեն, չէ, աշխատեն եւ դրա վրա էլ մի բան էլ շահույթ պիտի ստանան։ Եվ եթե այդպիսի համակարգ է գործում, այդ դեպքում այն չի այսպես ծառայում, միտված չէ բնակչության առողջությունը բարելավելուն, այլ միտված է մասնավոր ընկերությունների շահույթները բարձրացնելուն։ Եվ նույնիսկ եթե այսօր ապահովագրության համակարգի կամ հարկերի միջոցով մենք նոր միջոցներ մղենք դեպի առողջապահության համակարգ, ցավոք սրտի դա նույնպես գնալու է դեպի այդ փակ բաժնետիրական շահույթ հետապնդող ընկերությունները եւ գիտենք որ այնտեղ թափանցիկություն էլ չկա թե ինչպես են բաշխվում այս գումարները եւ ես շատ հրահավատ եմ որ եւ հասանելիությունը եւ մատչելիությունը եւ որակը բարելավելու է մեր ազգաբնակչության համար։ Ես շատ կուզենայի որպես մասնագետ տեսնել մի վերլուծություն, որտեղ այս նախարարությունը կատարել է եւ կկարողանամ այս ցույց տա որ այս համակարգը ներդնելով որքանով ենք մենք կարողանալու իջեցնենք օրինակ այդ գրպանից արվող վճարները։ Ես ուրեմն արդեն նշեցի, որ բոլոր երկրներում, նույնիսկ արևելյան Եվրոպայի երկրներում, որոնք քիչ թե շատ համեմատելի են մեզ հետ իրենց տնտեսական զարգացումով, այնտեղ նույնիսկ այդ ծախսերը բավական ցածր են, մարդկանց կողմից գրպանից վճարվող ծախսերը։ Չկա նման վերլուծություն, ամեն դեպքում ես չեմ տեսել նման վերլուծություն եւ ուղղակի հետեւելով այն արձագանքը, որ մեր հանրությունը տալիս է, սկսած այս տարվանից բավական մեծ խմբեր մեր ազգաբնակչության լրացուցիչ այսպես վճարներ պիտի կատարեն առողջապահության համար բնականաբար արդեն խոստովանում է այս կառավարությունը որ դա չի ծածկելու եւ ընդամենը 1/3-ով է ծածկելու ծախսերը առողջապահության մարդիկ շարունակելու են վճարումներ անել գրպանից եւ բարելավման հույսեր պիտի որ չունենանք եւ թանկացումների հետ միասին հասկանում ենք որ առողջապահության ծառայություններն էլ են թանկանալու եւ նույնիսկ այդ լրացուցիչ գումարները ուղղվելու դեպքում ես շատ մտահոգ եմ որ մեր առողջապահության համակարգի արդյունքները այն է բարելավել առողջությունը, բարձրացնել մատչելիությունը, որակյալ ծառայություններ մատուցել եւ ամենակարևորը այդպես արդար ֆինանսական բաշխում իրականացնել, այս թեմա, այս առումով կասկածներ ունեմ։ Նախարարը նա անվանեց հեղափոխական, հա, նախագիծ, ինչու՞մն է հեղափոխական անվանելու նրա միտումը կամ արդյոք հեղափոխական է վերջ այդ նախագիծը եւ ինչով։ Այս իշխանությունը այդ հեղափոխական բառը տեղին անտեղին օգտագործում է եւ իրենց այսպես կոչված թավշա հեղափոխությունը վեկան եւ մենք տեսանք ինչ պատուհաս դարձան մեր ժողովրդի գլխին եւ իրենց կետից սկսելով եւ իրենց մոտեցումներով քաղաքականություններ մշակելու անհաղորդ լինելով մեր ժողովրդի իրական կարիքներին, ցանկություններին, իղձերին
այս մարդիկ իրականացնում են որոշ գործունեություն, ստանալով շատ բարձր աշխատավարձեր, պարգևավճարներ եւ չծառայելով այս ժողովրդին, այս բնակչությանը։ Արդյունքներով պիտի դատենք, թե հեղափոխական է թե ոչ, իրենց արտաքին քաղաքականության արդյունքներն ենք տեսել ենք իրենց մյուս քաղաքականության արդյունքները, հույս եւ հավատ չի ներշնչում, որ այս հեղափոխությունը մեզ դրական բաներ է բերելու։